2016 թվականի փետրվարի 10-ին Civilnet-ը հերքեց մի կեղծ տեսանյութ, որը տարածվում էր Civilnet-ի լոգոյով։ Տեսանյութը պնդում էր, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ամբողջությամբ արգելել հղիության արհեստական ընդհատումը։ Այն ներկայացվում էր այնպես, կարծես սա իրական տեղական լուր է։ Բայց Civilnet-ը գրել է, նման տեղեկություն իրենք չեն հրապարակել։ Կառավարությունը նման օրենսդրություն չի ավարտել, այդպիսի համապետական արգելքի փաստ չկա։ Կարևոր է տեսնել մեխանիզմը։ Այս անգամ ոչ թե CNN-ի կամ Reuters-ի անունն են օգտագործել, այլ հենց հայկական լրատվամիջոցի լոգոն։ Այսինքն կեղծիքը փորձում է ավելի մոտ երևալ հայ լսարանին։ Նույն հոդվածում Civilnet-ը նշում է նաև հիբրիդային մոտեցումը։ Սուտը նախ տրվում է արտաքին հարթակներում, հետո կարող է ներկայացվել որպես սկզբնաղբյուր։ Սա շատ պարզ դաս է։ Երբ տեսնում եք աղմկոտ տեսանյութ հայտնի լոգոյով, առաջին հարցը պետք է լինի ոչ թե ինչ են ասում, այլ այս լրատվամիջոցը իրոք հրապարակել է սա։ Եթե աղբյուրը չկա, լոգոն ապացույց չէ։